տեսանկյունից, այո, մեզ պետք է սահմանադրության փոփոխություններ։ Սահմանադրության փոփոխություններ մեզ պետք է մասնավորապես կապված պետական անկախ ինստիտուտների իրական անկախությունը ապահովելու հետ։ Օրինակ, գլխավոր դատախազությունը, օրինակ, քննչական կոմիտեն, օրինակ, զինված ուժերի գլխավոր շտաբը, օրինակ, հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը, կենտրոնական ընտրական հանձնաժողովը եւ մի շարք այլ կարևոր մարմիններ, որոնք պետք է լինեն պետական մարմիններ, նրանք քաղաքական նշանակում չպետք է ունենան, նրանց չպետք է նշանակի քաղաքական մեծամասնությունը, նրանց չպետք է նշանակի մի մարդ։ Այսօր իրավիճակ ունենք հետեւյալ ձևի։ Ազգային ժողովում կա քաղաքական մեծամասնություն, այդ քաղաքական մեծամասնության գլխին կանգնած է մի մարդ, այդ մի մարդու թելադրանքով քաղաքական մեծամասնությունը ամեն ինչ անում է։ Այս քաղաքական մեծամասնության ներկայացուցիչների ճնշող մեծամասնությունը գրեթե 100%-ը սեփական կամք, դիմագիծ չունեցող, ողնաշարժ չունեցող քաղաքական իմաստով եւ մարդիկ են, եւ նրանք ենթարկվում են իրենց շեֆի, իրենց խանի, իրենց սյուզերենի թելադրանքներին։ Մենք այս կապակցությամբ Հայաքվե ազգային քաղաքացիական միավորումը բավական երկար ուսումնասիրելով այս հարցը, մենք ներմուծել ենք եւ խոսում ենք երկպալատ պարլամենտի մասին, որտեղ երկրորդ պալատը ձևավորվում է ուրույն սկզբունքներով, ուրույն հիմունքներով, ոչ ժողովրդի կողմից ուղղակի քվեարկության ձևով, այլ տարբեր մասնագիտական համայնքների, օրինակ իրավաբանների համայնք, օրինակ սպաների համայնքը, օրինակ մանկավարժների համայնքը, գործարարների համայնքը եւ այսպես շարունակ։ Ներկայացուցիչները գալիս են պարլամենտ, կազմում են առանձին պալատ, դիցուք, որը կարող է օրինակ 6 տարով գործել, ի տարբերություն առաջին պալատի, որ ընտրվում է քաղաքական սկզբունքով, այսինքն ժողովրդի կողմից, եւ այսպես մերիտոկրատիկ հիմունքներով ձևավորվող այս կառույցը նշանակում է անկախ պետական ինստիտուտների ղեկավարներին, որպեսզի երբեք ու երբեք քաղաքական իշխանությունը չդառնա պետական իշխանության տերը,